Բոլորիս մտքում այն էր, որ մեր սահմանները լինեն խաղաղ։ Բոլորիս աղոթքներում մեր զինվորներն էին եւ սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող մեր քաղաքացիները։ Այն, ինչ 5 տարի առաջ թվում էր անիրական, այսօր իրականություն է, փաստ է։ Սակայն որքան էլ որ լավ է, նորմալ է, ուրախալի է, որ մենք շատ արագ ենք սովորում նոր իրականությանը, առանց կրակոցների սահմաններին ու խաղաղությանը չափազանց կարևոր է նաև չկորցնել զգոնությունը եւ չհամարել, որ այն, ինչ այսօր ունենք, առանց պատշաճ հոգատարության եւ պատասխանատու վերաբերմունքի հնարավոր է պահպանել։ Հատկապես երբ այս նախընտրական փուլում լսում ենք շատ վտանգավոր խոսույթներ, որոնք անթաքույց նշում են, որ իրենց չի բավարարում այսօր հաստատված խաղաղությունը եւ որ այն վերանայելու անհրաժեշտություն են տեսնում նոր պայմաններով։ Սա դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհ է։ Այո, Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության հետ չհաշտվողներ դեռևս կան թե երկրի ներսում եւ թե երկրից դուրս։ Նրանց բոլորի նպատակը մեկն է՝ ժողովրդին ներշնչել եւ համոզել, որ խաղաղությունը հնարավոր չէ, որ հարևանների հետ խաղաղ ապրելը հնարավոր չէ։ Սիրելի արարածիներ, մենք բոլորս, յուրաքանչյուրս այսօր ունենք հաստատված խաղաղություն եւ մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է թույլ չտալ ետ պտտել անիվը, թույլ չտալ խաթարել այսքան զրկանքներով ձեռք բերված խաղաղությունը։ Մեր ժողովուրդը, մեր երեխաները, նրանց ճակատագրերը անչափ թանկ են մեզ համար եւ փորձադաշտ չեն։ Ուստի հունիսի 7-ին չկա ավելի կարևոր գործ, քան համոզվելը, որ դու, որ ես, որ յուրաքանչյուրս արել ենք մեզանից կախվածը խաղաղության անիվը ետ չպտտելու համար։ Ուստի հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս քվեարկելու խաղաղության կուսակցության օգտին, քվեարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եւ համար 16-ին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։